Բուժառուի կողմից հավելվածում գանգատների մուտքագրումից հետո Արմեդ համակարգում ձևավորվում է հեռաբժշկություն տիպի այց։ Անհրաժեշտ է բացել այցերի ցանկը, սեղմել այցի վրա, այստեղ երևում են մուտքագրված գանգատները, համակարգի կողմից պացիենտին տրված հարցերի պատասխանները, առկա քրոնիկ հիվանդությունները և ընդունվող դեղամիջոցները։ Ուղեգրման գործընթացն առավել արագ առցանց կազմակերպելու համար կարող եք ընտրել համակարգի կողմից առաջարկված կասկածվող ախտորոշումները կամ ձեր այլ կասկածի դեպքում ավելացնել ախտորոշումները ընդհանուր ցանկից։ Կասկածվող նախնական ախտորոշման հաստատման կամ մերժման նպատակով անհրաժեշտ է բուժառուին ուղեգրել համապատասխան լաբորատոր կամ գործիքային հետազոտության։ Կարող եք ընտրել համակարգի կողմից առաջարկված հետազոտությունները կամ ավելացնել հետազոտությունները ցանկից։ Ընդամենը ուղեգրել կոճակը սեղմելով Արմեդ համակարգում ինքնաշխատ կերպով ստեղծվում է համապատասխան ծառայության բաց ուղեգիր։ Նեղ մասնագետի խորհրդատվության ուղեգրի համար անհրաժեշտ է ցանկից ընտրել պահանջվող մասնագետի խորհրդատվությունը և սեղմել ուղեգրել կոճակը։ Եթե առանց պացիենտի ֆիզիկական ներկայության հնարավոր չէ իրականացնել նախնական ախտորոշում և ուղեգրում, ապա առանց ծառայությունը ընտրելու սեղմեք պացիենտը պետք է ներկայանա ֆիզիկական զննման անհրաժեշտության կոճակը, որից հետո այցի տեսակը ինքնաշխատ կերպով փոխվում է անձնական ներկայության, և պացիենտը ստանում է ծանուցում բժշկին ներկայանալու անհրաժեշտության վերաբերյալ։ Եթե ըստ պացիենտի գանգատների հնարավոր է իրականացնել հեռաբժշկական խորհրդատվություն, որը չի պահանջում թվային փաստաթղթերի լրացում, օրինակ այն դեպքերը, երբ պացիենտը ունի քրոնիկ հիվանդություններ և գանգատների պատճառը հանդիսանում են տվյալ հիվանդությունները, այլ ոչ թե նոր հիվանդության կասկածը, ապա այս դեպքում կարող եք օգտվել ազատ տեքստի հնարավորությունից և մուտքագրել ձեր բժշկական խորհուրդները։ Հարմարության և արագության համար մեր կողմից տրամադրվում է հնարավորություն իրականացնել խոսքից տեքստ փոխկակերպում։ Հետազոտման ուղեգիրը ստեղծելուց հետո անհրաժեշտ է հաստատել այն և հիշել այցը, որից հետո պացիենտը կրկին կստանա ծանուցում։